Պարոն նախագահ, մինչև դատական նիստին հասնեք, մի քանի հարցադրումներ, նախընտրական աժոտաժ է մեկնարկել, ԳՄ-ն հայտարարություն տարածեց, այս առնչությամբ ինչ տարբերակներ եք քննարկել, ինչ ունեք այս պահին ասելու։ Ընտրությունների վերաբերյալ ունեք որոշում, եթե կա կհանդրայնացնեք։ Ոչ, ունենք որոշում, եթե ունենանք կա։ Պարոն Սարգսյան, իսկ մեծ դաշինքով Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիրով։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, ասում եմ դուք եք խոսքը, թե դա նկատություն։ Բայց տեսնենք, ամենագետը ճիշտ է, մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվում։ Պարոն Սարգսյան, իսկ մեծ դաշինքով գնալ ընտրությունների այս հարցը։ Մեծ դաշինքով ընտրությունների գնալու տարբերակ քննարկվել է։ Մի րոպե։ Ձեր ցույցությամբ ես տևական ժամանակ ժողովուրդ օրաթերթից եմ ներկայանամ Քնարի անունս։ Ես մշտապես այս 6 տարիների ընթացքում հեղափոխությունից հետո 7 տարիների ընթացքում, բայց հատկապես 2017 թվականին ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցած անձանց մասով, կոնկրետ Պարոն Կուտուրյանի եւ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքով մշտապես մասնագիտական առումով հետևողական եմ լինելու։ Բայց կարևոր հարցի պատասխանը երբեք չեմ ստացել։ Ինչու՞։ Ինչ հետաքրքիր է, պարոն նախագահ, դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Ինչու պետք է Գյորգի Կուտուրյանը կամ Հայկ Հարությունյանն ինքնասպան լինեին։ Դրդապատճառ կար ձեզ դրա համար։ Դա առանց դրդապատճառի մարդ ոնց կարող է ինքնասպան լինել։ Ինչ-որ պատճառ։ Ձեր ցույցությամբ մեկ վարկածի հետապատապան։ Պարոն նախագահ, մի քանի հարցերի պատասխանեք, նոր գնաք, հա։ Այսպես սիրուն կանգնել ենք, սպասում ենք ձեզ։ Պարոն նախագահ, սիրուն հարցեր։ Պարոն նախագահ, լավ, անդրադառնանք դատական նիստերի դահլիճում կատարվածին, կհավատեք մի որ այսպես խրոխտ մեկ-մեկ էլ հոդերը սխալ ասելով ձեզ մեղադրանքներ կուղեն, նախ որպես քաղաքացի, հետո որպես երկրի ղեկավար։ Ինչ է նշանակում, տեսնում եմ չհավատամ, իհարկե հավատում եմ։ Բայց այս աստիճանն, այս որակումներով… Ավելի վատին սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու։ Երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, էլ ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Պարոն Սարգսյան, այս դատախազները նաև ուրիշներ, երկար տարիներ, որ աշխատել են քրթական մարմիններին դատախազությունում, նաև ձեր ժամանակ են աշխատել, ինչպիսի որակ է եղել ձեր ժամանակ դատախազությունում, որովհետև կա նաև այն ժամանակ ես հիշում եմ, որ նաև ձեզ էին մեղադրում դատավորներին թեկուզ պատվերներ տալու մեջ քաղաքական բանտարկյալներ, ասում էին կա երկրում։ Կարծում եմ դուք ինչ-որ հավասարության նշան եք դնում, փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողվում, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ ասեին պատվեր տալու մեջ։ Չկա այդպիսի բան, չկար։ Պարոն նախագահ, հունվարի 28-ին ուղղված ձեր ուղերձում հանրությանը եւ հայոց բանակի օրվա առթիվ նշել եք, որ մեր գոյության գրավականը հայոց բանակն է, այսօր այդ գոյության գրավականը փոխում են, բանաձևը փոխում են, ասում են արտաքին միջազգային երաշխավորները պիտի դառնան։ Հիմա այդ երաշխավորը կարող է դառնալ օրինակ թրիփը, ինչին ուզում են հավատացնել մեզ։ Գիտեք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե տրիպը ինչ է մինչև վերջ։ Ինչ է, դուք ինչ եք հասկացել մինչ այս պահը։ Ես հլա ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են Միջանցք, թուրքերը դրան անվանում են Միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում են Միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, չգիտեմ, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարած, բայց ինչպես հայտնի է,
իրանց ասածները մի շաբաթ հետո կփոխվեն, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։ Շատ պարզ է, այսինքն իրանց ասածով չեն կարող։ Բայց ռիսկեր տեսնում եք դուք օրինակ այս թրիփի, ինչպես տեսնում են շատ օրինակ մասնագետներ։ Երբ որ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե չեմ տեսնում։ Լավ, արդեն շատ ծանրացանք այդ բանի վրա։ Ասել, որ խաղաղություն կլինի։ Բավարար այդ փաստաթուղթը ասել, որ խաղաղություն կլինի կամ արդեն բերել են խաղաղություն։ Իսկ հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր ունի, այդ փաստաթուղթը ինչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Ես հետևյալն եմ ասում, տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու ունակություն ունեն։ Պարոն նախագահ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում իր տված նշեց, որ 2026 թվականի հերթական ընտրությունները ըստ էության առանձնահատուկ են լինելու, ի տարբերություն 2021 թվականի։ Դուք ինչ հույսեր ունեք 2026 թվականի հերթական ընտրություններից եւ արդյոք սպասում եք, որ այդ ընտրություններով հնարավոր է գլոբալ փոփոխություններ իրականացնել։ Դեռևս ինձ համար շուտ է մտական տալ 26 թվականի ընտրությունները։ Մի քանի ամիսը մեզ համար կար ժամանակ չի, որովհետև մենք բոլոր շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում ունենք գրասենյակներ, ունենք կառույցներ, նրանք ովքեր չունեն այդ գրասենյակներն ու կառույցները, իհարկե պետք է իրենց գործը կատարեն, բայց մեզ ներքաշել այդ հիմա ինչ-որ այդ մարաֆոնի մեջ մենք չենք ուզում ներքաշվել։ Բայց քննարկել եք տարբերակը այլ ուժերի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրությունների։ Ոչ, չենք քննարկել։ Պարոն նախագահ, հնարավոր էլ չեք համարում։ Կարծում եմ, որ չէ։ Պարոն նախագահ, ես ներողություն եմ խնդրում, քանի որ դատական նիստը սկսվում էր, պատմում էինք դատական նիստին, ըստ էության իմ հարցը կիսատ մնաց։ Դրդապատճառներ առանց դրդապատճառի ըստ էության պարոն Կուտյանը դուք նշեցիք, որ ինքնասպան չէ լինի, դրդապատճառ պետք է լինի, որ ինքը գնար այդ քայլին։ Ձեր թույլտվությամբ ես մի վարկած, որը տևական ժամանակ այս տարիների ընթացքում շրջանառվում է, ասում էին պարոն Կուտոյանը գնաց այդ քայլին, որովհետև նա կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար կամ հայտնվեր բանտում։ Իսկ ինքը նախընտրեց ուղղակի ինքնասպան լինել։ Ոչ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, ոչ էլ հայտնվեր բանտում։ Մեծ հանգարքով դեպի ձեր անձը, ես խնդրում եմ այդպիսի բաներ չտարածել, այդ ասում են։ Գիտեք, չէ, հայտնի անեկդոտ է այդ ասելու մասին, դուք էլ ասեք։ Այդ ով է ասում, ով ասում է գալաթ է անում, իսկ ինչ ցուցմունք պետք է տար Գյորգի Կոտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո ինչ աուդիտորն է, հետո Նախագահ եւ եկեղեցու վարկած չի, այդ հերյուրանքա, այդպես բան չէր կարող լինել։ Եվ եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, պարոն Սարգսյան, տեսնում ենք օղակը շարունակում է սեղմվել, դուք նշել եք, որ սպասում եք նաև կոնկրետ եկեղեցու կողմից, չէ, հորդորի, վեհափառի կոչին եւ այլն եւ այլն։ Մինչև կոչը հնարավոր չեք համարում որևէ սցենար, միջամտություն, որտեղ տեսնում ենք, որ հայ հավատացյալների շահերին են էլի արդեն դիպչում։ Մենք ինչ միջամտություն պետք է ցուցաբերենք։ Նկատի ունեմ ոչ թե միջամտություն, այլ գոնե հանրային ինչ-որ կոնսենսուս, պաշտպանություն, պաշտպանական մասին է։ Ոչ միայն, բոլոր քաղաքական ուժերի։ Ախր ես ինչի՞ պետք է բոլոր քաղաքական ուժերի անունից խոսեմ։ Ամենամեծ ինստիտուցիոնալ կուսակցության ղեկավարն եք։ Մենք մնում ենք խոնար մեր եկեղեցու հանդեպ եւ ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին կարծում եմ ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու, տարածելու։ Բացի դրանից ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի դրելու այն մարդկանց, ովքեր
եկեղեցու սպասավորները մեծամասնության կարծիքով խախտում են օրենքներ։ Ներքին կանոնակարգերը բերել են դատարաններ աշխարհիկ գործերի հետ Խազանի կալանքի 2 ամսով երկարատև։ Այսինքն եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարի ղեկավարի։ Լավ, հիմա ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ հարցնում էլի։ Ունեք ավտոմատ, արի վերցնենք գնանք։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնում եք թե ոչ, շատերը կարծում են, որ Փաշինյանը գործակալ է, եթե գործակալ էր, ապա երբ որ իշխանության եք, ինչու չէիք կարողացել այդ վտանգը կանխել, ինչու չէիք կարողացել վտանգը չեզոքացնել։ Ախր դուք այնպեսի հարցեր եք տալիս, որ պատշաճ չի։ Եթեներով սկսում եք, հետո նորից եթեով։ Ինչ է նշանակում, ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է։ Մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ չտեսնեմ։ Բայց որ նա ամբողջը մխտարեց, ամբողջը փչացրեց, այդ միանշանակա չէ։ Ամեն ինչ արեց։ Գործողությունները ում են ձեռնարկում, Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ մարդկանց մտահոգությունները կարող են այդ մասով արդարացնել։ Հիմա ձեր գործողությունները ինչ որ հիմա դուք փորձում եք անել, ընդդիմությանը ձեռնարկու է։ Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Բայց այդպես եք անում, եթե ապայով միշտ այդպես է։ Հասկանում եք, այդ չի նշանակում էլի որ ես ոնց ասեմ, թուրքական գործակալը, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Ոնց ասեմ։ Իսկ հանցակազմ պարունակում է թե չէ, սահմանադրությունը վերից վար Այո, հանցակազմ պարունակում է թե չէ գործողությունները։ Ես հանցական պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին եւ սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, դա հանցական կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա թե չէ, ինքներդ որոշեք։ Պարոն նախագահ, ձեր գործի հետ կապված ասեցիք Եռաբլուր անունը, այսպես կարծես թե հատուկ է շեշտվում, այսպես տեսնում եք ինչ որ միտում հատուկ շեշտելու, հենց Հատուկ է շեշտում, մի հատ նայեք, տեսեք իշխանական լրատվամիջոցները ինչպես են այս գործը ներկայացնում։ Այնտեղ կիսակողի պողոտա չկար, ամբողջը Եռաբլուր։ Տեսեք հմեկը ինչպես էր ներկայացրել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում, ակնհայտ չի։ Մարդկան վիճակի վրա ազդելու Այո, իհարկե, նայեք։ Անդրադարձել էր հապկին, նշելով, որ ըստ էության խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի միջազգային գործընկերները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառեն։ Դեր ղեկավարման տարիներին երբևէ հապկը խոչընդոտ հանդիսացել է, որպեսզի Ոչ, մենք հապկի անդամ երկրներից ենք սպառազինություններ գնել եւ ստացել, մենք արևմտյան երկրներից ենք սպառազինություններ գնել եւ ստացել, մենք ոնց ասեմ, Չինաստանից եւ այլ երկրներից ենք սպառազինություններ գնել, դա մեծ վատ կարող են ինչ-որ բան խանգարում է, մտավախություն է եղել, որ դրանք կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։ Այդ գործընթացի չիմացության արդյունքը, որը ցանկացած երկրի, որտեղ դուրս դերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս է ստի տեսքով։ Հետո մինչև ասուտ թիվը մենք այդ զենքերը չէինք օգտագործում ինքնապաշտպանության համար։ Չենք տանում Արցախ։ Ասենք չիմացության արդյունքը ինչ-որ ինք խոսում Պարոն նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններից ունի շանսեր ընտրվելու։ Չգիտեմ, հլա շուտ է դրա մասին խոսել։